Երաժշտությունը, նվիրումն ու մանկական ձայների ներդաշնակությունը իջևանում մեկ հարկի տակ էին հավաքել տասնյակ հյուրերի։ Հուլիսի 12-ին պայծառակերպության տոնի օրը Տավուշի թեմի առաջնորդարանի դահլիճում նվիրում խորագրով հանդիսավոր միջոցառմամբ նշվեց Տալույս մանկապատանեկան երգչախմբի հիմնադրման 10-ամյակը։ Այսօր Տալույսը նշում է իր 10-ամյա հոբելյանը։ Պայծառակերպության տոնի խորհրդով հավատքի, գիտելիքի, կրթության լուսավոր ճանապարհ անցավ Տալույսը։ Այսօր արդեն ընդլայնված կազմով ենք մենք ներկայանում, հիմնական կազմը և ուսումնական փոքրերի կազմը արդեն իրողություն են և վկայությունն են այն գաղափարների, որոնք այլևս կյանքի են կոչվել։ Ուրախ ենք, լցված, հուզված, նաև շատ անսասան ոգով, քանի որ սերունդներից մեզ փոխանցված մեր հայրապետերի, մեր սխրան կատարող զինավառ ոգով հայրենիների ուժը սերունդների միջև անխզելի կապ է ձևավորում և մենք պարտավոր ենք ուղղակի հայ ազգային և հոգևոր մշակույթը, իդեմս երգարվեստի, խմբերգային արվեստի հանրահռչակել, քանի որ երբ մենք մեր մշակույթը լավ ենք ճանաչում, ինքներս ներհայացք ենք գցում դեպի մեր ներսը և հասկանում ենք, որ ավելի ինքնաճանաչ ենք դարձնում։ Մշակույթն է մեր ինքնության պահպանողը, կարևորագույն ինքնութենական բաղադրիչներից մեկը, ինչպես նաև եկեղեցին, հավատքը, մեր լեզուն։ Այսօրվա մեր համերգային ծրագիրը այդ բովանդակության ծիրից ներս էր։ Ունենք այնպիսի հոգևոր ուսուցիչ, այնպիսի հոգևորական, ում միայն գոյությունը և արած աշխատանքները մեզ խթանում են ավելին անելու, մեզ ոգևորում են և ոգեշնչում են։ Ամեն մեկս մեր տեղում պետք է նվիրաբար, սիրով, երգով և աղոթքով շարունակենք ծառայել մեր հայրենիքին, հանուն մեր հայության ընդհանուր նպատակների։ 10-ամյակի ընթացքում Տալույսը դարձել է երգարվեստի դպրոց և արժեքների ձևավորման կարևոր միջավայր։ Երգչախմբում այսօր գործում են կրտսեր և ավագ խմբեր, ուսումնական և համերգային կազմեր, որտեղ տավուշեցի երեխաները սովորում են երգարվեստ, թիմային աշխատանք, կարգապահություն ու պատասխանատվություն, մեծանալով որպես բարեկիրթ ու արժանապատիվ քաղաքացիներ։ Ես 2 տարի հաճախում եմ Տալույս երգչախումբ և շատ եմ սիրում մեր երգչախումբը։ Մեր երգչախումբը միայն երգի դպրոց չէ, այլ կյանքի դպրոց, որտեղ մենք սովորում ենք ամեն ինչ։ Իմ սիրած երգը Երկիր հայրենին է, որովհետև նա մեր հայրենիքի մասին է և շատ դաստիարակչական երգ է։ Հաճախում եմ երգչախմբի 4 տարի, երբ որ գնացել ենք հենց ամենասկզբից մի քանի ամիս հետո Ստարմուսին, այդ ժամանակ շատ ուրախանալու էր, երջանկացել ենք։ Երգչախմբը բացի երգելու դպրոցից նաև կյանքի դպրոց է իմ համար, այնտեղ սովորում են մեծերին հարգել ու տարբեր տենց լավ բաներ։ Երգչախումբը իմ կյանքն է, առանց երգչախմբի ես չեմ պատկերացնում իմ կյանքը։ Բոլոր երգերը շատ եմ սիրում։ Ձեռք եմ բերել շատ ընկերներ, որոնց հետ մենք թիմ ենք կազմում։ 9 տարի հաճախում եմ Տալույս մանկապատանեկան երգչախումբ։ Մենք այստեղ սովորում ենք պատասխանատվություն, հարգանք եւ այլն։ Ամենահետաքրքիր հիշողություններից Ստարմուզի կատարումներ, երբ մենք ռոքով ամբողջ հանդիսատեսին գրավեցինք։ Հաճախում եմ 6 տարի և ապրում եմ այստեղ, ամենասիրածս երգը Սայատնովան և Մուշմուշն էր։ Երգերը փոխանցում են հայրենասիրություն։ Հոբելյանական համերգի ընթացքում բեմում հնչեցին ինչպես սիրված ստեղծագործություններ, այնպես էլ այն երգերը, որոնք տարբեր տարիներին դարձել են երգչախմբի այցեքարտը։ 10 տարվա ընթացքում Տալույսը հասցրել է ներկայանալ հեղինակավոր հարթակներում։ Երգչախումբը մասնակցել է Ստարմուս միջազգային փառատոնին, հանդես եկել մանկական եվրատեսիլի փակման արարողությանը, ինչպես նաև նկարահանվել երաժշտական հոլովակներում։ Մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի պայծառակերպության օրվա խորհրդանիշը լույսն է և Տալույս երգչախումբը հիմնադրվել է հենց լույսի
խորհրդով։ Դա թե կրթության, թե մշակույթի, թե սրբության եւ քրիստոնեական բարոյագիտությամբ ապրելու եւ ամենակարևորը հենց հոգեվոր կյանքի լույսն է, որ միշտ ուղղորդել է մեզ։ Հետևաբար պայծառակերպության տոնը Տալույս երգչախմբի համար միշտ յուրահատուկ է եւ մենք կարևորում ենք դա, նաեւ շատ ուզեցինք, որ մեր 10-ամյա տարեդարձի համերգը հենց պայծառակերպության տոնին լինի։ Այսօր հետևաբար մեզ միավորել են այս խորհուրդները, թե պայծառակերպության տոնը եւ թե 10-ամյակը, բայց կա եւս մեկ ուրախառիթ այսօրվա համար, որ հենց այս տոնին, պայծառակերպության տոնի օրը Վարդավառին մեր երգչախմբի հիմնադիրը Բագրատ arczepiskopos Գալստանյանը ձեռնադրություն է ստացել եւ հետեւաբար այս 3 ուրախալի, 3 կարևոր առիթները մեզ մեկտեղել են այս համերգային ծրագրով։ Նվիրում խորագիրը խորհրդանշական էր, այստեղ երեխաների մեջ սերմանվում է նվիրում հայրենիքին, եկեղեցուն եւ ազգային արժեքներին, ու հենց այդ արժեքների շուրջ ձևավորված սերունդն է, որ Տալույսի գործունեության ամենամեծ ձեռքբերումն է ու շարունակականության լավագույն երաշխիքը։